Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն է, ողջույն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց Ադրբեջանի նախագահին հենց հիմա ստորագրել այդ պայմանագիրը, բայց մինչ այդ խորհրդակցություններ անցկացնել եւ հայկական կողմը սպասում է ստորագրման։ Դուք իրոք ակնկալիք ունեք, որ Ադրբեջանը հրաժարվելու է իր լրացուցիչ պահանջներից եւ ասելու է այո, եկեք տեղը համաձայնեցնենք։ Տեսեք, նախ եւ առաջ պետք է արձանագրել, որ այն բոլոր խնդիրները, որոնք առկա են կոնֆլիկտից հետո կամ ընթացքում կամ վերջին ժամանակահատվածում, դրանք հասցեագրվել են խաղաղության պայմանագրում։ Եվ մենք ակնկալում ենք, որ բոլոր խնդիրներին լուծում է տրվել բացառությամբ սահմանազատման գործընթացին, որը առանձին փաստաթղթով է կարգավորվել, եւ ապաշրջափակման օրակարգին, որը առանձին է կրկին կարգավորվում, դրանց բոլորին լուծում տրվել է այս փաստաթղթով։ Ինչպես հայտնի է, ոչ սահմանադրության հարցը եւ ոչ Մինսկի խմբի ուրեմն լուծարման հարցը չի ներառված խաղաղության պայմանագրում եւ մենք համարում ենք, որ այն բանակցային գործընթացը, որը անցել ենք միասին, պատրաստ է իր հանգուցալուծման, այն է ստորագրմանը։ Խոսքումս ասեցի սահմանադրության հարցը, ուզում եմ այստեղ միանգամից ինքս ինձ, քան որ կարող է հարցն չի, արդյոք կա սահմանադրության հարց թե չէ, ասեմ, որ մենք սահմանադրություն խնդիր չունենք եւ դա այդ խնդիրը հասցեագրվել է Սահմանադրական դատարանին եւ ըստ էության Սահմանադրական դատարանը փաստել է այն ինչ որ մենք ասում ենք, որ մեր սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ եւ եթե նույնիսկ ինչ որ մտավախություն կա ադրբեջանական կողմում, ապա այս հարցը հասցեագրված է արդեն իսկ պայմանագրում, որտեղ որ մասնավորապես մատնանշվում է, որ այն խնդիրները, որ պայմանագրով սահմանված պարտականությունների չկատարումը չի կարող պայմանավորված լինել կամ հղվել ներքին օրենքներին կամ սահմանադրությանը։ Բայց ամեն դեպքում դուք իմ հարցին չպատասխանեցիք, ասում եք լուրջ դուք պատկերացնում եք, որ այդ պահանջներից հրաժարվելու է եւ ընդունելու է պայմանագիրը։ Մենք համարում ենք, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման եւ տեքստը համաձայնեցված է ամբողջությամբ։ Երրորդ անգամ տամ նույն հարցը։ Պատասխանը լինել է նույնը։ Մենք մեր արձագանքը մնում է նույնը։ Պայմանագիրը կա, որևէ նախապայման գոյություն ունենալ։ Շատ լավ, բայց որևէ նախապայման, որը չի հասցեագրվել խաղաղության պայմանագրում, չի կարող խոչընդոտ լինել պայմանագրի ստորագրմանը։ Հայկական կողմը, որ առաջարկում է, ակնկալում է Ադրբեջանը ընդունի, Ադրբեջանը չի ընդունում, լրացուցիչ պահանջները առաջ քաշում, հետո մենք միջազգային մեր գործընկերները շարունակում ենք աշխատել, ուրեմն 20-ից ավել պետություններ արձագանքել են մեր հայտարարությանը, որ խաղաղության տեքստը պատրաստ է ստորագրմանը եւ մենք այս միջազգային կոնսոլիդացիան պատրաստ ենք օգտագործել խաղաղության հաստատման օրակարգում։ Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի այդ զանգի մասին ինչ կարող եք ասել, առաջին տողը կոնֆլիկտի փակման մասին էր, հետո նաև գերիների ազատ արձակում եւ այլն։ Շատ կարևոր զանգեր եւ ըստ էության արտացոլվում էր մեր արտաքին քաղաքականության շեշտադրումները, մասնավորապես խաղաղության օր առաջ հասնելու մեր ջանքերի վերաբերյալ եւ իհարկե հումանիտար հարցերը։ Կարելի է ասել, որ միայն ԱՄՆ-ի ճնշման պարագայում Ադրբեջանը կհրաժարվի լրացուցիչ պահանջներից եւ կստորագրի պայմանագիրը։ Ես դժվարանում եմ միանշանակ նման պնդումներ անել, բայց ես չեմ պնդում, որ կճնշեն, ուղղակի այսպես թեորիկ է։ Ես շարունակաբար կարծում եմ, որ մենք պետք է այն ռազմավարությունը, որ ընտրել ենք, ուրեմն դրա շուրջ կոնսենսուս կոնսոլիդացնենք միջազգային հանրությունում, այն է կառուցողական դիրքերից, խոսենք պայմանագրի մասին, դրա կետերի մասին եւ մեր պատրաստակամության մասին եւ ես կարծում եմ, որ սա է այն ճանապարհը, ասիմետրիկ արձագանք Ադրբեջանից հնչող երբեմն բավական անհանգստացնող հայտարարություններին, կեղծ լուրերի տարածմանը, մինչ այս պահը աշխատել է ձևավորելով միջավայր, որտեղ որ մենք կարողացել ենք երկու կարևոր փաստաթուղթ բանակցել։ Ինձ համար սա ամենակարևորն է թերևս որպես պատգամավոր, որ մենք ունենք բանակցված եւ խորհրդանի կողմից վավերացված սահմանազատման եւ սահմանագծման կանոնակարգը,
որ ըստ էության սահմանել է այն ձևը, որով մենք պետք է վերականգնենք, կամ ունենանք սահման Ալմատի հռչակագիրը հիմք ընդունելով եւ խաղաղության պայմանագիրը, որը կրկին պաշտպանում է կողմերի տարածքային ամբողջականությունը։ Իսկ 10 անգամ գրեթե մեղադրել, որ հայկական կողմը կրակում է։ Ընդ որում հիմնականում հարավային հատվածի ուղղությամբ է Ադրբեջանը այդ զրպարտությունները նշում, հա, ինչի մասն է։ Կարող են տարբեր մեկնաբանություններ լինել, ընդհանուր միջև գործընթացի տապալում, երկրորդը ներքին օրակարգերի սպասարկում, այստեղ վերլուծությունները տարբեր կարող են լինել եւ բոլորները իրենց հաշվին կարող են ճշմարիտ լինել։ Մենք պետք է կենտրոնանանք որպես հայ հանրություն եւ հայ քաղաքական գործիչներ մեր արձագանքին, մեր արձագանքը կեղծ լուրերին, ուրեմն կեղծ լուրերի դեմ պայքարում մեխանիզմների կիրարկումն է, թե միջազգային գործընկերների այս պահին ԵՄ դիտորդական առաքելության աջակցությամբ, թե մեխանիզմ առաջարկելու երկուստեք վերահսկելու այս գործընթացը սահմանային լարվածությունը կանխելու նպատակով եւ մեր արձագանքը մնում է նույնը, նույն մեզ ուրեմն աղմուկի մեջ ներքաշել չի հաջողվելու։ Ամեն պարագայում հույսը ինչի վրա եք դրել։ Մենք հույսներս դնում ենք մեր վրա եւ այն դիվանագիտական ճանապարհների վրա, որոնց վրա հենվելով կարողացել ենք այս երկու պատմական փաստաթղթերի շուրջ համաձայնության գալ։ Չեմ ասում պատմական, որովհետև հաշվի առնելով այն 30-ամյա պատմությունը, որ առկա է եղել հայ ադրբեջանական հարաբերություններում, երկու պատերազմների առկայությունը, ես կարծում եմ, որ այս կարճ ժամանակահատվածում երկու հիմնարար փաստաթղթերի շուրջ համաձայնության գալը պատմական է։ Ռազմական ագրեսիայի վտանգ տեսնում եք այս պարագայում, այս համատեքստում։ Ռազմական ագրեսիայի վտանգ տեսնելու համար ինձ լրացուցիչ, հա, նաև հողի վրա տեղեկատվություն է անհրաժեշտ, բայց եթե ես անկեղծ լինեմ, այս պահին չեմ տեսնում նման վտանգ։ Պատճառ չկա, թե ամեն ինչ չի։ Նախ պատճառ չկա, որովհետև նախ պատճառ չկա եւ Հայաստանը ամբողջությամբ լեգիտիմ է իր բոլոր քայլերում։ Տեսեք, ընդդիմությունը քննադատում է, որ Հայաստանը միայն զիջում է այս պայմանագրով, չի ստանում ոչ մի բան։ Օրինակ չենք ստանում հստակ թվերով Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում։ Դուք եք նաև ակնկալում, որ Ադրբեջանը թվերով կճանաչի, երբ որ Գրանադան վարչապետը թվերով ճանաչեց, ճիշտ է Ադրբեջանի նախագահը ներկա չէր, բայց հայկական կողմը արեց դա։ Ադրբեջանը չարեց։ Էլի բան է կարելի ավելացնել զիջումների։ Շատ լավ, զիջումների մասով ես ուզում եմ վստահեցնել մեր բոլոր քաղաքացիներին, որ այն բոլոր դրույթները, այն բոլոր հոդվածները, որ առկա են պայմանագրում, դրանք կողմերին, երկու կողմերին տարբեր պարտականություններ, հա, կամ տարածքների ճանաչում փոխադարձաբար կամ այլ ուրեմն հղում չանել ներքին կանոնադրությանը, օրենքների սահմանադրությանը, այսինքն երկու կողմերին հավասարապես երրորդ ուժերին է, երկու կողմերին հավասարապես ուրեմն պարտադրվող կամ այսպես ասած համաձայնեցվող կետեր են, այսինքն որևէ զիջման մասին այստեղ խոսելն ավելորդ է, մեկ պարզ պատճառով, որ այնքան ինչքան Հայաստանն է զիջում այս պայմանագրով, նույնքան զիջում է Ադրբեջանը, բայց դուք կհիշեք Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, հատկապես օրինակ միջազգային հանրությանը, մասնավորապես Ադրբեջանն այնտեղ է, որտեղ կանգնած է զինվորը։ Հիմա տեսնում ենք, չէ, որ թե սահմանազատման գործընթացի արդյունքում, որտեղ հետ քաշում է տեղի ունեցել, այսինքն դիրքերի հստակեցում եւ օրինակ խաղաղության պայմանագիրը, որ տարածքային ամբողջականություն է ճանաչում, այս հայտարարությունը զիջվել է։ Եթե ես շատ, հա, այսպես պատկերավոր նկարագրեմ։ Կամ օրինակ հիշում ենք, որ Ալմատի հռչակագրի շուրջ էլ կար մտավախություն, որ ինչպես այն կդերձավորվի տարբեր համաձայնագրերում կամ պայմանագրերում։ Այսինքն այստեղ խոսել զիջումների մասին անհեթեթ է, միակողմանի, որովհետև սա երկար 12 փուլ անցած պայմանագիր է, որտեղ եղել են հայկական առաջարկներ, ուրեմն եւ ադրբեջանական առաջարկներ։ Այսպես ասենք, զիջման տրամաբանությունը այն է, որ Հայաստանը ավելի շատ կարիք ունի, որ օրինակ օտար ուժեր գան եւ իր սահմանին կանգնեն, կանխարգելելու Ադրբեջան ռազմական ագրեսիան, օրինակ Իրանը։ Եվ երբ որ մենք ասում ենք այո, մենք կապավենք, որ երրորդ ուժեր չգան, կանգնեն սահմանին, սա ավելի շատ Հայաստանի զիջման մասն է։ Ադրբեջանը այնքան ուժեղ է, կարիք էլ չունի երրորդ ուժերի։ Նախ երրորդ ուժերի ներկայությունը վերաբերում է սահմանի ողջ երկայնքին, եկեք արձանագրենք այս հանգամանքը եւ երկրորդը առանձին։ Դրա մասին ես կարծում եմ, որ այս բանին անհրաժեշտություն չկա խոսելու, բայց երկրորդը, որ ինձ համար կրկին շատ կարեւոր է, դա բանակ, ուրեմն պայմանագիրը բանակցելիս
պետական շահով առաջնորդվելով, այո, գնալ որոշ զիջումների, հնարավոր զիջումներ, այո, մենք այլ պնդումներ կարող է արած լինենք, բայց այդ զիջումները ստեղծում են պայմանագիր, որը ուզում հիշեցնել եւ պնդել, որ թերևս ամենաբարձր երաշխավորն է խաղաղության։ Եթե մի դիտարկում էլ անեմ, Թագուհի Ղազարյանին հարցրի, ասի մեկ մատի վրա հաշվեք Ադրբեջանը քանի զիջում է արել։ Ես ասեցի հայտարարության մակարդակով։ Ասեցի, ադրբեջանական զինվորն այնտեղ է, որտեղ ադրբեջանը այնտեղ է, որտեղ ադրբեջանական զինվորն է։ Համաթի հռչակագրի մասով, եթե կհիշեք։ Բայց դա այդքան էլ լավ բան չի, որտեղ Չէ, այսինքն Ադրբեջանը Ադրբեջանը հայտարարությունների մակարդակում կարող է ասել է մի բան, բայց մենք ունենք պայմանագիր եւ արդեն իսկ վավերացված կանոնակարգ, որ Ադրբեջանը ճանաչում է, այո, թվերով չի ասել, հրապարակային չի ասել, փաստաթղթով է ասել, նվազ կարևոր չէ։ Նվազ կարևոր չէ։ Եվ ԵՄ դիտորդական առաքելության մասով, ԵՄ դիտորդական առաքելության հրավերի հիմքում եղել է սահմանազատման եւ սահմանագծման առաջարկը, հա, որ այնտեղ ունենա այդ գործընթացը, բայց որպես գերագույն նպատակ եղել է խաղաղության պայմանագրի կնքումը։ Եվ ըստ տրամաբանության խաղաղության պայմանագրի կնքումը արդեն իսկ պետք է փոխել ԵՄ դիտորդական առաքելության մանդատը, որովհետեւ գերագույն նպատակը եղել է երկու կողմերի միջև խաղաղության հաստատումը։ Կփոխվի, բայց չի վերացնի մանդատը, այսինքն դա նրանց դուրսբերման չի բերի։ Սա մեր եւ ԵՄ-ի քննարկման տիրույթում կարող է լինել, թե ինչ ֆորմատով, որովհետեւ դուք գիտեք, որ Հայաստան-ԵՄ օրակարգը հարուստ է, բազմազան է, եւ մենք ԵՄ մեր գործընկերները աջակցություն ունենք տարբեր ֆորմատներով։ Տեսեք, նաեւ մեկ այլ հարց կա, ինչու օրինակ հայկական կողմը, այսպես ասենք, չի ձգտում նրան, որ Ադրբեջան բոլոր պահանջներից հրաժարվի։ Ինչու դուք պահանջ չեք դնում, որ մենք ստորագրում ենք պայմանագիրը, բայց այլևս մի պահանջեք փոխել սահմանադրություն, մի պահանջեք պատերազմի մասնակիցներին տալ, որովհետև ինչու այս պայմանագրի ստորագրումը կարող է ուղղակի վերջը չլինել։ Մարդկանց թվա թե ստորագրվեց եւ հիմա մենք խաղաղության մեջ կապրենք, բայց ես ադրբեջանցի ոչ մի պաշտոնյա չեմ լսել, որ հենց ստորագրեցինք պայմանագիրը, մենք այլևս չենք պահանջելու փոխել սահմանադրություն, նույնիսկ այդ դեպքում, հա, հետոյի համար։ Մենք այլևս պատերազմի հանցագործներին չենք պահանջելու, մենք այլևս չենք պահանջելու, որ մի զինվեք, մենք այլևս չենք պահանջելու, որ ռևանշիստներին ճնշեք, այսինքն պայմանագրի կնքումից հետո, եթե այս պահանջները չեն վերանում, այդ պայմանագիրը կարող է դառնալ նոր նոյեմբերի 9-ը, այսինքն դնեն եւ այնպիսի մեկնաբանություններ անեն, որ դուք այսպիսի պարտավորություն եք վերցրել, չեք կատարում, եւ ագրեսիայի միջոցով փորձեն լրացուցիչ պահանջների կատարման հասնել։ Ես կարծում եմ խաղաղության պայմանագիրը սպասարկում է Հայաստանի Հանրապետության պետական շահը եւ որևէ պատճառ չեմ տեսնում այն չստորագրելու համար։ Այսինքն լրացուցիչ պատճառ, այսպես պահանջների մասին։ Ես կարծում եմ, որ պայմանագիրը սպասարկում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ուրեմն եւ որևէ խնդիր, պատճառ չեմ տեսնում անկախ խաղաղության պայմանագիր չկնքելու։ Այն պահանջները լրացուցիչ չեն զետեղվել խաղաղության պայմանագրում, ինչպես մենք գիտենք, մենք պնդում ենք սահմանադրության մասով, որ այնտեղ որևէ խնդիր չկա, իսկ Մինսկի խմբի լուծարման մասով ամենաբարձր մակարդակում հայտնել ենք մեր պատրաստակամությունը այս հարցը քննարկելու։ Ոչ ոք չի ասում, որ այլևս խնդիրներ ի հայտ չեն գալու հայ-ադրբեջանական հարաբերություններում, հաշվի առնելով այն անցյալը, որը մենք ունենք միասին։ Բայց խաղաղության պայմանագիրը կրկին սպասարկում է Հայաստանի Հանրապետության պետական շահը եւ ես կարծում եմ, որ շատ ճիշտ է, որպեսզի այն մենք այս բանից ստորագրենք։ Տեսեք, բայց մենք ակվարիումի մեջ չենք ապրում։ Այդ խաղաղության պայմանագիրը միակորակարգ չի ըստ էության, ըստ Ադրբեջանի հայ-ադրբեջանական process-ում։ Կան նաև այլ պահանջներ։ Տեսեք, Ռոբերտ, դուք առաջարկում եք փաթեթային լուծում։ Եկեք Հայաստանի համոզված լինենք, որ այս պայմանագիրը մոտավորապես հիշեցնում է ինձ պատմություններ 96, 97, 95 թվականի փաթեթային թե փուլային։ Ռոբերտ, պատմությունը Ղարաբաղյան հակամարտության ապացուցել է, որ հրաժարվելով սկզբից
ուրեմն մի տարբերակից մենք հանգել ենք ամենավատ տարբերակի։ Այսինքն փուլային, որ ասում եք, սա մենք կատարելու ենք, հետո անցնենք մյուսների կատարմանը։ Մենք զուգահեռել ենք որոշ գործընթացներ տանում, ինչպես սահմանազատում եւ սահմանադրումը։ Չէ, ես այն մյուս պահանջներն էլ իդեպ մենք զուգահեռաբար արձագանքել ենք։ Ասում ենք Մինսկի խմբի լուծարման մասին վերաբերյալ քննարկումներին պատրաստ ենք ու բաց, ոչ մեկ մեջ չի խանգարում այդ քննարկման մեջ ներգրավել, սահմանադրությունում մենք խնդիր չենք տեսնում եւ մենք ունենք ներքին օրակարգ սահմանադրության վերաբերյալ եւ ի վերջո պարոն Սիմոնյանն էլ ճեպազրույցում ասաց, որ մենք կարող ենք երկուսից սահմանադրություններ ուղարկել փորձաքննության, որովհետեւ մենք վստահ ենք, որ մեր սահմանադրությունում որևէ խնդիր չկա։ Բայց դուք համառորեն անտեսում եք այն մյուս պահանջների։ Ես կարծում եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում կարող լինեն զանազան, նաև ընդհանրապես առաջանան խնդիրներ։ Այդ խնդիրները լուծելու համար մեզ պետք է խաղաղության պայմանագիրը, որը կհաստատի նաև դիվանագիտական հարաբերությունների պետությունների մեջ, եւ ով է ասել, որ առհասարակ բոլոր պետությունները իրենց հարևանների հետ խնդիրներ չեն ունենում։ Խնդիրներ լինում են, իրենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմքով միասին քննարկում են, դիմում են միասին միջազգային ատյաններ եւ այլն։ Ես կարծում եմ, որ խաղաղության օրակարգից շեղման տեղ մենք չունենք եւ չպետք է ունենանք, սա ընտրության հարց է։ Մենք 20 թվականից ասել ենք, մենք գնում ենք խաղաղության օրակարգի հաստատման։ 12 անգամ փոխանակել ենք պայմանագիրը, այն դարձել է այս պահի կոնսենսուսային լավագույն տարբերակը եւ ես որևէ խնդիր չեմ տեսնում այն այս պահին ստորագրելու համար։ Լավ, բայց եթե դա ստորագրվում է, այն դառնալու են հիմքը, որով մենք մնացած խնդիրները նաև լուծելու ենք։ Երբևէ եղել է, որ Ադրբեջան ռազմական ագրեսիաներով Հայաստան փորձի պարտադրել զիջումների գնալ հարցերում, որոնք հայկական կողմը չի պարտավորվել։ Չէ, այսինքն ես դժվար եմ, այսինքն ինչ որ բան փորձագետներ կան, չէ, որ քննարկում են, որ սեպտեմբերի 13-ին փորձել է միջանցք, հա, բայց դեռ հայկական կողմը համաձայնել է։ Չէ, ես ոչ թե ասում եմ, որ մենք իրապես համաձայնվել ենք եւ նա եկել էր ավարի հետևից, դա նկատի չունեմ, ըստ իր մեկնաբանության։ Մենք ոչ մի բան չենք խոստացել Ադրբեջանին ու հետ կանգնել մեր խոստումները։ Հա, չէ, բան չեմ ասում։ Մենք միջանցք երբևէ, եթե հարցը էսա, Հայաստանի Հանրապետություն երբևէ միջանցք չի խոստացել։ Բայց Ադրբեջանը ռազմական ագրեսիաներ արել է, ճիշտ է։ Դե սեպտեմբերի 13-ին օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածք։ Մայիսի 22-ին, նոյեմբերին, օգոստոսին։ Ասածս այն է, այս պայմանագրի կնքումից հետո ըստ էության ոչ մի բան իրենց չի խանգարել։ Ռազմական ագրեսիաներով պահանջել ամենամեծ 300,000 ադրբեջանցիներ վերադարձ։ Ի՞նչն է խանգարել։ Ռոբերտ, խաղաղության պայմանագիրը այն ամենաբարձր երաշխիք։ Ինչ կոր։ Տեսեք, մի բան էլ աջակցել, եթե ԵՄ դիտորդները դուրս են գալիս սահմանից, եթե հայկական կողմը իր հայցերը հետ է կանչում միջազգային դատարանից, այսինքն ԵՄ դիտորդները այն զսպող աչքն են փոքր, հա, այսպես ասենք, բայց աչքն են նաև միջազգային հանրության, հայցերից հետ ենք կանգնում, կանչում ենք մեր հայցերը, այսինքն նաև միջպետական, հա, եկեք արձանագրենք պետական։ Այո, ասում ենք դու չես պատժվելու քո որևէ արարքի համար, ինքը փոխադարձաբար ագրեսիայի լավ պայմաններ են։ Չէ, Ռոբերտ, համաձայն չեմ, ընդհանրապես խաղաղության պայմանագիրը անվտանգության ամենաուժեղ երաշխիքներից մեկն է, որովհետև հենց այդպես, որովհետև ուրեմն ձեր դրամաբանությամբ մենք պետք է ընդհանրապես աշխարհակարգից հրաժարվենք եւ ասենք, որ այն գոյություն չունի։ Որ այդ պայմանագիրը հանդիպի ուժային գործոնի, ո՞նց է կանխելու այդ։ Զուգահեռաբար Հայաստանը համագործակցում է տարբեր կենտրոնների հետ, կամ պետությունների հետ, ուժեղացնելով սեփական ռազմական կարողությունները, այսինքն սա առանցին հարց է, ոչ մեկ սա որպես անվտանգային երաշխիք չի հերքում, բայց խաղաղության պայմանագիրը այդ ամենաբարձր երաշխիքն է, որ երկու պետություն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականություն եւ հրաժարվում են։ Շատ կարևոր է, Ռոբերտ։ Հիմա ես էլ եմ պատգամավոր թղթի վրա ընդամենը, ուրիշ ոչ մի։ Ապա մտնելով էլ չէ Ադրբեջանը Ալմաթայի հռչակագիր ճանաչել որպես պետությունների տարածքային ամբողջականության հիմք, բայց պիտի սեպտեմբերի 13 չլիներ, օկուպացիաներ պետք է չլինեին։ Շատ լավ, կարող ենք հիմա վերադառնալ եւ քննարկենք ով, ինչպես եւ երբ կամ ինչ պարտականություններ ստանձնել կամ ինչ պարտականություններ ստանձնել տարբեր միջազգային շատ կարևոր է։ Ես շատ մեծ կարևորություն եմ տալիս խաղաղության պայմանագրին եւ համարում եմ, որ այն միջազգային ուշադրությունը, որը կա այդ մի թղթի կտորի նկատմամբ,
վկայություն է, որ այս թուղթը կարևոր է։ Իսկ միջազգային որ դերակատարն է Ադրբեջանի կներեք ականջներից քաշելու, եթե թուղթը։ Գիտեք ինչ, ես նման ձևակերպումներ չեմ սիրում։ Ներողություն խնդրեցի ես Ես կարող եմ այլ միջազգային կարևոր գործիքներ ասել, որոնք Եվրոպայում ապահովել են խաղաղություն ԵՄ տարածքում, դա ենթակառուցվածքային համագործակցությունն է եւ ընդհանուր տնտեսական շահերը, եւ ես կարծում եմ, որ հաջորդ օրակարգը, որին պետք է պնդի Հայաստանը, էլի այսենց անհոգնել, դա պետք է ապաշրջափակումը լինի եւ դառնալ մեծ ճանապարհների մի մաս, այսինքն այն ճանապարհը, որը կկապի Եվրոպան Ասիային, եւ այստեղ է, որ համընկնում կլինի հայ-ադրբեջանական շահերի, որ տարածաշրջանում ստաբիլությունը ենթադրում է, որ մենք այս ամբողջ ֆինանսական հոսքերից նաեւ շահույթ կունենանք։ Բայց էլի չասեցիք Ոնց է Ես կարծում եմ, որ ապագա ռազմական ագրեսիան այս թղթի ստորագրումից հետո այս ռազմական տարբեր ռազմական ագրեսիաներ զսպվել են կամ այսպես ասած էսկալացիա ռիսկը զսպվել է հայտարարությունների մակարդակով Որ հայտարարություն է ասենք զսպել Ադրբեջանի ագրեսիան Մեր անընդհատ անկոտրում պնդելը որ Հայաստանը գնում է խաղաղության Դա զսպել է Ադրբեջանը Սեպտեմբերի 13-ից առաջ չէիք ասել որ մենք խաղաղության ենք գնում որ Ես ասում եմ միջազգային կոնսոլիդացիան է հարցերի շուրջ Մեր բանակցության Միացյալ Նահանգների հետ, մեր հարաբերությունների Իրանի հետ, դրանք էլ հոմ հայտարարություն են, անգամ թուղթ չեն, բայց դրանք զսպող մեխանիզմ չէ։ Հիմա ուզում եք դուք ասել, որ օրինակ լավ Հայաստանի վրա օրինակը չբերեմ, երկու երկրների միջև ռազմական համագործակցություն կամ տնտեսական համագործակցությունը այլ ինչ որ վտանգներ զսպող մեխանիզմ չի, դենց աշխատում համագործակցությունները, հայտարարությունները։ Հիմա այս նույն տաղավարում հնչել է տեսակետ, որ Հայաստանին մեղադրանք, Հայաստանի Հանրապետությանը, որ պատերազմը սկսել է, որտեղ Արցախը Հայաստանի վերջ հայտարարության պատճառով։ Հիմա այսքան մի հայտարարություն կարող մի ամբողջ պատերազմ բերի, բայց ասենք երկու կողմից բանակցված, համաձայնեցված Այդ ընթացքում ինչ որ չնչին վստահության մտնոլորտ ձևավորած խաղաղության պայմանագիր չի կարող կանխել։ Դուք մի բան էլ մոռացաք, ոչ միայն Հայաստան ճանաչել էր Ադրբեջանի տարածք, Արցախ, այլև Պուտինին օդանավականում չէր դիմավորել։ Դա այդ արգումենտն էլ Դե օդանավական չգնալը կարես մի ամբողջ խաղաղության պայմանագիր չի կարող։ Բայց ամեն դեպքում միջազգային երաշխիք էլ չկա, այսինքն կողմերը չեն սերտիֆիկացնում որևէ դերակատարի իբրև դատավոր կամ իբրև այսպես ասենք զսպող կամ իբրև խաղաղարար, հա, այսինքն չկա այդպիսի բան, թե հիշում եք տարիներ առաջ որ հայկական կողմը բանակցում էր, նման առաջարկ ձեր կողմից կար։ Ես ասեմ, որ ես շատ բարձր եմ գնահատում այս ֆորմատը բանակցությունների, երբ որ երկու կողմը միմյանց հետ առանց սենյակում որևէ երրորդ շարի ներկայության կարողացել է այս հսկայական փաստաթղթի ինչու եմ ասում հսկայական, որովհետև այս 17 հոդվածի ամեն բառ համաձայնեցված է, ամեն բառ, ամեն ստորակետ, ամեն շեշտադրում։ Մենք կարողացել ենք գերիների վերադարձ ապահովել, մինչդեռ որոշ միջազգային դերակատարներ խոստանում են գերիների վերադարձ եւ չէին իրականացնում, պարտավորվում էին, այո, եւ այս կոնտեքստում երկուստեք մենք կարողացել ենք ապահովել դեկտեմբերին գերիների վերադարձ, աշխատում են գերիների վերադարձի հարցի ուղղությամբ, մենք կանոնադրություն ենք հաստատել դրան հետևել խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնությունը։ Ես չեմ ուզում, որպեսզի որևէ քաղաքացի թերագնահատի այն առաջընթացը, որ տեղի է ունեցել հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Դե թերագնահատելու բան չկա, ուղղակի ձեր այս լավատեսությունը իրականանա ոչ ոք հաստատ ձեզ չի քննադատի։ Չէ, արդեն ինչ որ տեղի է ունեցել, բավականին լավ է։ Ուզում ես արձանագրենք, էլի, որովհետև ես կարևոր չի որ չի իմպլեմենտացվել։ Չէ, նախ չենք ասում, չէ։ Ես հիշում եմ ընդդիմության հետ քննարկումներ ազգային ժողովի լիակումար նիստերի դալեջում, եւ որ բառացի Հայաստան դաշինքը ասում էր Ինչ եք շտապում վավերացնել այս կանոնակարգը, բա որ Ադրբեջան չվավերացնի, այսինքն մի կողմից արձանագրում էին, որ սա լավ փաստաթուղթ տխեք շտապում, մի հատ տենակ Ադրբեջանը անում է, չէ՞։ Մյուս կողմից ասում էին, «Էս ինչ եք բերել, այստեղ մի հատ քարտեզել չկա»։ Մոտավորապես այս նույն բանն է հիմա։ Հիմա եթե խաղաղության պայմանագրի շուրջ ես վստահ եմ, որ սենց է լինելու, եւ երբ որ տեսնեն մարդիկ այս ուրեմն փաստաթուղթը կրկին հասկանան, որ մենք չենք չափազանցնում այս պայմանագիրը ամբողջությամբ բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահից։ Մի քիչ չափազանցնեմ ես, եթե կառուցողականության եւ զիջման գնալու կարողությունների գլոբալ մրցույթ լիներ, դուք հաստատ առաջին տեղը կլեիք, ոչ միայն ռեֆորմները հետաձգելու մրցույթում, այլև
այլև այդ զիջումնային տրամաբանության։ Եվ ես ընդունում եմ որպես կոմպլիմենտ։ Կարող եք նաև քննադատություն ընդունել որպես։ Սա ինձ համար շատ լավ։ Յուրաքանչյուրը թող իր այսպես հասկացածով ընդունի։ Չէ, կառուցողական լինելը միջազգային հանրությունում։ Զիջում բառը մի մոռացեք։ Ես Հետո դա դրված է։ Սա էլ իմ հմտությունը կենտրոնանալ ճիշտ բառերի վրա։ Ես կարծում եմ, որ կառուցողական բառը, որը հաճելի է ձեզ, բայց ուրիշ բան եմ ասում։ Սրան հակառակ կողմից ես ուղղակի երևի պետք է եւս երկու ձեռք ունենայի, որ կարողանայի նրանց լրացուցիչ պահանջները թվարկել, հա։ Ձեր այս զիջումնային կառուցողականությունը հանդիպում է պայմանագրում կա սահմանադրության հարցը։ Ընդհակառակը սահմանադրության հարցը շատ հստակ հասցեագրված է։ Բայց ասում են մենք չենք ստորագրի, քանի սահմանադրություն չեք փոխել, քանի 300,000 հոգու չեք ընդունել։ Մեզ ուղարկել են խաղաղության պայմանագրի վերջին տարբերակը, վերջին։ Մենք ասենք շատ լավ, համաձայն ենք։ Այդ վերջին տարբերակում իրենց խմբագրված չի եղել դա։ Որովհետև այդ հարցը հասցեագրված է։ Բայց դա քաղաքական պահանջ է։ Սա այդ հարցը հասցեագրված է։ Հարաբերվում դրանց հետ, այդ պահանջների փունջը որ կա, այսպես զամբյուղում մեջ լցրած են տարբեր պահանջներ։ Խաղաղության պայմանագրում հասցեագրված է ներքին օրենքների եւ սահմանադրության հարցը, այսպես ենք հասցեագրվում։ Եթե շարունակեն պնդել, կարող ենք երկուսով ուղարկել Վենետիկի հանձնաժողով։ Ուղարկենք, մենք խնդիր չենք տեսնում սահմանադրության մեջ տարածքային պահանջ, որևէ երկրի նկատմամբ չկա։ Իսկ ինչու արցախցիների վերադարձի մասին ոչ մի տար չկա այստեղ։ Որտեվ այս պահին Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձը համարում ենք անիրատեսական։ Դրա համար էլ դա պայմանագրում բան չկա գրված։ Անիրատեսական է վերադարձի հարցը այս պահին։ Թե կան պայմաններ, որոնք միգուցե նրանք չընդունել։ Չէ, Ռոբերտ, անիրատեսական է վերադարձը։ Ես է պատասխանը։ Իսկ ինչու առանց արցախցիների հարց տալու դուք պարտավորվեցիք հրաժարվել միջազգային հայցից, որովհետև, այսպես ասենք, մի զգալի մասը այդ խնդիրների հենց այս մարդկանց մաշկին է առնչվում։ Մենք օրինակ մի քանի հոգու գոնե հրավիրել եք քննարկել։ Ես տեղյակ չեմ նման քննարկումների մասին։ Ես պարտադիր չէ խաղաղության պայմանագրի բանակցային բոլոր նրբություններին տիրապետ եմ։ Մենք 2021 թվականի արտահերտ ընտրությունների արդյունքում ընտրվել ենք խաղաղության օրակարգով, ընտրվել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից հստակ սպասարկելու Հայաստանի շահը եւ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու։ Մենք առաջնորդվել ենք այդ սկզբունքով եւ բանակցել ենք այս սկզբունքը հաշվի առնելով։ Բայց այսպես ասենք զոհերի ընտանիքներին հարց չեք տալիս, որ միջազգային հայցերը հետ քաշենք, դուք անհատական հայցերին այս հարցը չի վերաբերում։ Պետական խողովակով, հա։ Իսկ չենք կարող անտեսել նաեւ Բաքվի դատավարությունը, իհարկե շուտ ապույտ վերադարձ բոլոր գերիներին, բայց չենք կարող նաեւ մի տխուր իրողությունից չխոսել, երբ որ Ադրբեջանը, ինչպես վարչապետն է նշել, խոշտանգումների եւ հոգեներ գործում միջոցների միջոցով այդ մարդկանցից ցուցմունքներ է կորզում։ Դա պարզ է, որ անօրինական է եւ միջազգային որևէ ատյան չի կարող դա որպես ապացույց ընկալել, բայց այս հարցը նաեւ քաղաքական շարունակություն կարող է ունենալ։ Հայաստանին որպես օկուպանտ, այսպես եւս մեկ ապացույց հայ նախկին ղեկավարներն են ասում, որ դուք օկուպանտ եք, ուրեմն պետք է չզինվեք, այսինքն փորձեն այդ պահանջը չակերտավոր հիմնավորել, ինչու ոչ, միգուցե նաև միջազգային դատարան տանեն այս յանիմ թե, այսպես ասեմ, հա, ապացույցների հիման վրա նոր հայցեր։ Այն ժամանակ, երբ որ մենք մեր հայցից հրաժարված կլինենք, հա, լավ այդ ուժեղ հայցից, այստեղ դուք վտանգներ չեք տեսնում։ Ռոբերտ ջան, ինչ որ նկարագրեցիք, իհարկե վտանգներ պարունակում եմ, ես չեմ ուզում մեկնաբանել այդ հայտարարությունները, որ իբր թե անում են ձեր նշած անձինք, իբր թե անում, ադրբեջանական մեդիաները հրապարակում են, տեղակ չեն եւ այլն, չեմ ուզում մեկնաբանել, իհարկե շտապույտ վերադարձ, պարունակում է այդ խնդիրները կհասցեագրվեն, այսինքն մենք այնպես չէ, հա, որ իզոլացված ենք sense քաղաքական թիմով, sense բոլորս վարդագույն ակնոցներով, sense միայն լավն եք պատկերացնում։ Մեկ ԿՊ-ի հասցեն այդպիսի տպավորություն կա, որ գունավոր ակնոցներով դուք տոնում եք խաղացան։ Բայց բոլոր սցենարները հաշվի են առնվում, ուշադրություն են դարձնում շեշտադրումների, այդ հարցերը սպասաճի կհասցեագրվեն, երբ որ նման խնդիրներ առաջանան։ Իսկ այդ ռիսկը Այդ ռիսկին կրկին հիմա այսքան արդեն ասեմ հնարավոր ռիսկին ոնց է Հայաստանը մտածում արձագանքել, չէ, ճիշտ չէ։ Մեր դե մարդիկ ուրիշները ասում են չհրաժարվենք մեր այդ ամենակարևոր հայցից դա խտրականության,
մեղադրանքն է Ադրբեջանին, որը ապագա հայցերի մասին ոչինչ չկա, եթե իրավիճակն այնպեսին է, որ խաղաղության պայմանագիրը այլևս չի գործում, ապագա հայցերի մասին որևէ բան չկա։ Բայց եթե մենք այս հայցը հետ ենք քաշում խտրականության հիմքով եւ այլ այդ մեղադրանքը երկրորդ անգամ ոնց ենք նույն հայցը տանում այնտեղ։ Ես չեմ կարծում, որ այդտեղ մեխանիզմ կա, բայց ես չեմ ուզում բանը հասնի նրան, որ Հայաստանը կրկին հայցով դիմելու կարիք ունենա, անկեղծ ասած։ Ես իսկապես հավատում եմ, որ այս քայլը պետք է որևէ չափով նպաստի համերաշխությանը երկու պետությունների եւ ժողովուրդների միջեւ։ Եկեք կանխատեսում անենք։ Չէ, անշնորհակալ գործ է։ Տեսնում եք անշնորհակալ գործ է, որովհետեւ եկեք անշնորհակալ գործով զբաղվենք այս տարի կկնքվի։ Հայաստանը պատրաստ է վաղը ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այսօր։ Այսինքն մենք մեր քայլն արել ենք, տեքստը համաձայնեցված է։ Ես այս զգուշավոր լավատեսությամբ կարող եմ ասել նման բան, որովհետեւ տեքստի շուրջ կա համաձայնեցում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Սոնա Ղազարյանին։